Հայ ազգային ազատագրական շարժման հերոս Ֆիդայի աղբյուր Սերոփը իր պայքարը թշնամու դեմ մղեց հայոց համար պատմական ամենաբարդ շրջափուլում։ Նա երիտասարդ տարիքում սպանելով մի քրդի անցնում է արտասահման, որտեղ Ռումինիայում հանդիպում է հրայր դժոխքին եւ որոշում վերադառնալ Արևմտյան Հայաստան։ Հայաստան վերադառնալով Սերոփն արդեն բախվում է թշնամու ջոկատների հետ եւ կազմակերպում պաշտպանություն։ Նա աչքի է ընկնում հատկապես իր հայրենի գյուղի Սողորդի եւ Բաբշենի մարտերում։ Թուրքերը Բաբշենի մարտերից հետո աղբյուր Սերոփի համար մեծ գլխագին են նշանակում։ Այդ նպատակին հասնելու համար թուրքական իշխանությունները գործի են դնում զինվորներին, լրտեսներին եւ ոստիկաններին, սակայն չեն կարողանում հաջողության հասնել։ 1896 թվականին թուրքերը լուր են ստանում, որ աղբյուր Սերոփը գտնվում է Շամիրամ գյուղի մոտակայքում, սակայն կռվի բռնվելով նրա դեմ չեն կարողանում հասնել իրենց նպատակին։ Թուրքերն աղբյուր Սերոփին գերեվարելու համար օգտագործում են հայ դավաճաններին։ 1897 թվականի հունվարին Գրիգոր աղան իր Դաբո անունով ծառայի միջոցով տեղեկացնում է ոստիկանությանը Սերոփի գյուղում լինելու մասին։ Թուրքերը մոտ 200 հոգով շրջապատում են գյուղը, սակայն այս անգամ եւս չի հաջողվում նրանց գերի վերցնել եւ ձերբակալել աղբյուր Սերոփին։ Նա թաքնվում է իր թաքստոցում եւ թուրքերը սկսում են կարծել, թե աղբյուր Սերոփը մահացած է, սակայն գարնանը նա դուրս է գալիս իր թաքստոցից եւ վրեժխնդիր լինում հայ դավաճաններից։ Սերոփը հավաքելով շուրջն իր քաջերին, մահ դավաճաններին նշանաբանով Նեմրութից իջնում է Ախլատ։ Բիթլիսցի Դավոյենց Խաչոյի մատնությամբ ու ցուցմունքով շատ երիտասարդներ էին ձերբակալվել, իսկ Մարգար վարժապետի մահից հետո շուրջ 30 աչքի ընկնող հայեր այդ հրեշի պատճառով տառապում էին Բիթլիսի բանտում։ Սերոփը Բիթլիսի հոգևոր առաջնորդ Եղիշե վարդապետ Չիլինկիրյանից տեղեկանալով ձերբակալությունների ամբողջ պատմությունը հրահանգում է ընկերոջը Բիթլիսի Մուշեղին ահաբեկել մատնիչին։ Մուշեղը մի գիշեր մտնելով Բիթլիս ատրճանակի 3 կրակոցով վերջ է տալիս մատնիչ Դավոյի Խաչոյին։ Սակայն այս ամենով չի սահմանափակվում աղբյուր Սերոփը, քանի որ թե իր դեմ, թե մի շարք այլ հայերի դեմ մատնություններ իրականացրել էին նաև հայ դավաճաններ եւս։ Նրանցից եւս իր վրեժն առնում է։ Աղբյուր Սերոփը անցնում է Գյուլզագարի գյուղը եւ ահաբեկում 6 տղամարդու եւ 2 կնոջ, որոնց դավաճանությունը նախապես ապացուցվել էր։ Այնուհետև մտնելով հայրենի գյուղ, սպանում է իրենց մատնող Գրիգոր աղային, Կոշտոյան Պողոս աղային, Ծաղակ եւ կծկված գյուղերի տանուտերեր Շնդոյին եւ Բղդո Պետրոսին։ Ահա այսպես աղբյուր Սերոփը սպանում է հայ դավաճաններին։